Իրանի անվտանգային քաղաքականության բաղադրիչներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, Միացյալ Նահանգների պես գերտերության հետ ընդհանուր հայտարարի գալն է, որովհետև մենք լսում ենք ոչ թե այն Թրամփին, որը որ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսում էր խաղաղության, օր առաջ կոնֆլիկտների հանգուցալուծման, առավել ևս Իրանի հետ ընդհանուր հայտարար գալի մասին, այլ խոսում է ուղիղ հարվածելու, եթե միջուկային ծրագրերի հետ կապված ընդհանուր լեզու, այսպես ասած, չգտնել։ Ու փաստացի այսօր մենք տեսնում ենք, որ ամբողջ դիվանագիտական արսենալը երկու երկրները օգտագործում են, որպեսզի գան ինչ-որ ընդհանուր հայտարարի։ Ենթադրում եմ տեղյակ եք, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, հայտնի եւ ոչ հայտնի, առաջարկում են հարթակներ, եւ որպես այդպեսին հատուկ ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ նրանց մոտ ստացվել է կարևորագույն մի դրվագ առանց միջնորդների հետ անել։ Այսինքն նրանք, տեսեք, Օմանում Մասկատի հանդիպումները եւ եթե տեղյակ եք, արդեն այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ամսու 19-ին Հռոմում հաջորդ հանդիպումն է տեղի ունենալու։ Դա խոսում է, որ կա ընդհանուր ցանկություն, որպես այդպեսին, որ գան ինչ-որ հայտարարի։ Նորից եմ կրկնում, գեր նպատակը դրված է միջուկային ծրագրի մասով գալ ընդհանուր հայտարարի։